Ողջույն ձեզ, երկու կարևոր խոստումների մասին եմ ուզում խոսել։ Առաջինը Տիրոջ խոստման մասին, իսկ երկրորդը ովքեր Տիրոջը ընդունել են, նրանց խոստման մասին։ Հիմա եկեք ընթերցենք Տիրոջ խոստումներից մի քանիսը։ Հիշեցում ամենօրյա խոստման մասին։ Քանի որ Աստված ունի բարի ծրագիր ինձ համար, Նա տալիս է ինձ ապագա և հույս այսօր։ Քանի որ Աստված սիրում է ինձ հավիտենական սիրով այսօր, քանի որ Աստված ամենազոր իշխանն ու հսկիչն է այսօր, քանի որ Աստված իմ կյանքի սերն է և ես կանչված եմ Նրա նպատակների համար, և Նա խոստացավ, որ ամենը, ինչ արվում է, իմ անձի համար է ու բարի է այսօր, քանի որ Աստված սահմանեց ինձ լինել Իր Որդու հարազատ պատկերը այսօր, քանի որ Հիսուսով ես կհաղթահարեմ նեղությունը, անձկությունը, հալածանքը, սովը և մերկությունը, վտանգը կամ թշնամու սուրը այսօր, քանի որ ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով այսօր, քանի որ ես պետք է առատ պտուղ տամ և այդպիսով փառավորեմ Հորը այսօր։ Իսկ հիմա եկեք ընթերցենք այն մարդկանց խոստումը, ովքեր ընդունել են Տիրոջը։ Տեր, այսօր խոստանում եմ Քեզ ավելի խորապես ու անձնապես ճանաչել, անթարթ հայացքս պահել լոկ Քեզ վրա, ոչ թե ինձ, այլ Քեզ վստահել ամբողջ սրտով, հնազանդվել ու ընդունել Քո օրհնությունը, սիրեմ Քեզ ամբողջ սրտով, հոգով և մտքով և ուրախությամբ ծառայեմ Քեզ, Քեզ եմ վստահում և Քո ղեկավարությանն եմ հանձնում իմ կյանքի ղեկը, իրապես հիմա ես ամբողջապես Քեզ եմ հանձնում իմ կյանքի ղեկը այսուհետ, ձուլվել Քեզ, ճիշտ ինչպես ճյուղն է միացած որտնատուն կին, փառավորել Քեզ իմ կյանքի ամեն մի ոլորտում յուրաքանչյուր բառով, մտքով և գործով, պաշտպանություն ընդդեմ անպտղաբերության պատճառների, առաջին աշխարհային հոգսերը, բեռը, երկրորդ հարստության պատրանքները, երրորդ այլ ցանկությունները, արտապատկերիր Քեզ ու Քո Սուրբ Հոգու պտուղը, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Ուրախ եմ Քեզանով իմ կյանքի համար ունեցած Քո ծրագրով, Աստված իմ, թույլ տուր Քեզ բերկրանք պատճառել, աշակերտեմ ճանապարհելիս։ Տեր, Դու գիտես, որ առանց Քեզ ես չեմ կարող կատարել այս խոստումը, ուստի խնդրում եմ, որ իմ միջոցով գործես, քանզի ամեն ինչ Քո ղեկավարությանն եմ հանձնում։ Շատ ուսուցողական տեսանյութեր են առջևում լինելու։ Կարող ես տեսանյութը պահպանել, բացի դրանից անպայման կարդա Աստվածաշունչը։ Ես ինչ որ կարդացի, այդ համարները Աստվածաշնչով ընթերցիր։ Այսքանը լավ եղեք Հիսուս Քրիստոսով եղեք։